Ապրիլ 20 կիրակի Զատիկ Սիրելի հայրենակիցներ, այսօր աշխարհի քրիստոնյաները տոնում են Հիսուսի հարությունը, հիշելով նրա զոհաբերությունը խաչի վրա և հավիտենական կյանքի խոստումը, նրա հանդեպ հավատքի միջոցով։ Տերը հաղթական գալիս է մեզ Աստուծո զորությամբ և հավիտենական կյանքի պարգևով, ազդարարելով ուր է մահ քո հաղթանակը, ուր է դժոխք քո խայթոցը, քանզի Քրիստոս հարություն է առել։ Նա հարություն է առել մեռելներից, ուստի մենք իսկապես առիթ ունենք ուրախանալու ոչ միայն այսօր, այլև մեր գալիք ամեն օրվա համար, քանի որ մեր Տերը բացել է գերեզմանը և ցույց տվել իր սիրո հաղթանակը։ Ինձ հավատացողը թեև մեռնի, կապրի, և ով ապրում է ինձ հավատալով, երբեք չի մեռնի։ Զատիկը քրիստոնեական կարևոր տոն է։ Հիսուսի հարությունը ապացուցում է, որ նա Աստուծո որդին է, ով հաղթեց մահին և թագավորում է որպես Տեր։ Չնայած Տիրոջ տանջանքներին և խաչելության, Զատիկը ուրախության տոն է։ Ժամանակ է Հիսուսի հարությունը նշանակում է նոր կյանք, նոր հույս և մահվան ու տառապանքի պարտություն։ Նա մեզ իր խաչելությամբ, իր մահով և հարությամբ մեզ երկրորդ հնարավորությունն է տվել։ Մենք կարող ենք թողնել մեր հին կյանքը և ապրել նորովի և նոր կյանքով։ Հարուցյալ մեր Փրկիչը թող որ մենք զգանք քո սիրո ջերմ գրկում այս սուրբ օրը։ Մաղթում եմ ձեզ Քրիստոսի բազում օրհնությունները այս ուրախ օրերին։ Թող Տիրոջ հարության հրաշքը կատարյալ խաղաղություն բերի ձեր անձնական, ընտանեկան, համայնքային, հավաքական և ազգային կյանքում։ Մեր չարչարանքների մեջ զգանք Տիրոջ սերը և այդ սերը տանք մեկս մյուսին և հավատանք հաղթանակը սիրո մեջ է։ Քրիստոս հարյա ավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։